Պարոն Խանձազյան, ձեզ հարցնող կա։ Ով է։ Ինչ-որ Ռոման։ Ասա տոներս կա։ Բարև ձեզ։ Բարև։ Ժամանակ ունեք մի քանի րոպե, ուղղակի խոսալու բան կա կարևոր։ Սոֆի, ամեն ինչ նորմալ է։ Հա, Սոֆի հետ նորմալ է ամեն ինչ։ Նստիր։ Լսում եմ։ Դատի օրն է պարզվել։ Հա, ես դա գիտեմ։ 14 օրից։ Գիտեմ, ես Սոֆիի փաստաբան հետ եմ խոսել։ Ասաց կխոսի կհանդիպի Սոֆիի հետ ու ինձ հետ։ Ես նաև գիտեմ, որ Սոֆին ձեզ ինձ համար է խնդրել։ Ու ես խոստացել եմ ամեն ինչ անել։ Ինձ պետք չի։ Ես չեմ ուզում, որ դուք իմ հարցով զբաղվեք։ Ինձ համար հիմա կարևորն է, որ Սոֆին չնստի։ Զենքի մոտ է եղել, ես կնստեմ ու ամեն ինչ կփակվի։ Այստեղ միակ կարևոր բաներն են ինձ համար, որ Սոֆին լինի ապահով ու լավ։ Գողություն եղել է, ու սենս պետք է մեկը նստի։ Ես գիտեմ ոնց անեմ, որ ամբողջ մեղքին վրա վերցնեմ։ Լսի, Ռոման։ Ես չգիտեմ դուք ով եք Սոֆիի համար, բայց տեսնում եմ, որ շատ հարազատ եք։ Շատ եմ վախենում Սոֆիի համար։ Ուզում եմ, որ ամեն ինչ լավ լինի։ Հնարավորության դեպքում ես ամեն ինչ կանեմ քեզ համար։ Սոֆին իմ առաջ պայման է դրել։ Մի լսեք Սոֆին։ Ռոման, խնդրում եմ քեզ։ Իզոր ոչ լարվիր, ոչ էլ վախեցիր Սոֆիի համար։ Ես արդեն ասացի, որ ամեն ինչ արվում է։ Նորից եմ ասում հանգիստ եղիր։ Ու ես չեմ ուզի, որ Սոֆին իմանա իմ գալու մասին։ Բնականաբար։ Ես կճանապարհեմ քեզ։ Էլի եղես հենց վիճակ, բայց այս անգամ շատ եմ վախենում Սոֆիի համար։ Ուզում եմ, որ կյանքը փոխի։ Ուրախ եմ, որ այդպես ես մտածում։ Նորից եմ ասում, միան ագսացիր։ Նա ուրախ եմ, որ Սոֆիի կողքին քեզ նման ընկեր կա։ Հաջողություն։ Շնորհավորում եմ աղջկա ամուսնության կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Բայց ինչ ցինիկն ես։ Այսպես, հա? Դու չգիտես, թե քեզ ինչեր են սպասվում։ Ինչ։ Ոչ մի բան։ Ինչ ես անդադ հետևում։ Սոնա, ինչ ա եղել, ինչ-որ բան ես ուզում ասես։ Ես Լևոն, Ինչ խոսա։ ես ուզում եմ, որ մեր հարաբերությունները լավանան։ Սոնա, մեր հարաբերությունների լավ լինելը միայն քեզնից է հիմա կախված։ Ես ուզում եմ, որ դու ինձ վստահես, Լևոն։ Սոնա, Լսիր, եթե դու ինձ չվստահես, ես այս տանը ինձ գերի կզգամ։ Ու չեմ կարողանա քեզ առաջվա պես վերաբերվել։ ես հիմա քեզ վստահում եմ ավելի շատ, քան առաջ։ Ինձ համար դժվար է անդադ տանը նստել, Լևոն։ Մայրդ ինձ խելագարության է հասցնում։ Սոնա, ես չեմ հասկանում, հիմա դու ինչ ես ուզում։ Ուզում եմ աշխատեմ։ Այդ լավագույն բանը կլինի ինձ համար, Լևոն։ Ես չեմ ուզում, որ դու աշխատես։ Լևոն, ես նենց աշխատանք կգտնեմ, որ պարելու հետ կապ չունի։ Չէ։ Խնդրում եմ, դու ինքդ կարող ես ցանկացած աշխատանք գտնել, ես համաձայն եմ, մենակ գտնի։
մտածեմ։ Հավատա այդ ինձ էլ կօգնի քեզ էլ։ Ես ուզում եմ նորմալ մարդու պես ապրել, Լևոն։ Այս ինչ ձենը։ Մամ, ես ինչ ես անում։ Ինչ եմ անում, հանգստանում եմ։ Արամի կռվի թեման փակվեց։ Հա, Դա լավ։ ուզում եմ վաղը գաս։ Հետդ խոսալու բան ունեմ։ Ամեն պիտի Աշոտին ու Արամին տեսնենք։ Ինչի մասին ենք խոսալ։ Եվ ուզում եմ ասենք, որ վերջ ենք տալիս ես ամեն ինչի։ Ուզում եմ ճիշտ հասկանամ։ Հա, կգամ կասենք։ Իսկ դու նեղացած չես, չէ՞։ Չէ, Հաստատ, Սոֆի։ հաստատ։ Դե ապրես դու։ Ամեն ինչ նորմալ է։ Կգամ կխոսանք տղեքի հետ։ Թուղթ է եկել այսօր։ Ինչ թուղթ։ Դատի օրն են նշանակել։ Երբ է։ 2 շաբաթից։ Բա ինձ ոչ մի բան չեն ասել։ Կասեմ։ Ես ճանապարհին փաստաբանին հանդիպեցի, ինքը ասաց։ 14 օր։ Բորզա։ Կարևորը այն է, որ դու չնստես։ Ռոման, մենք իրար հետ ենք եղել։ Սոֆի, դա ինչ կապ ունի։ Ես չեմ վախենում նստելուց։ Դա ես եմ վախենում քո նստելուց։ Հավատս չի գալիս։ Դու վախենում ես։ Ուղղակի դու այն օրը նենց բաներ էիր ասում։ Ինչ էր ասում որ։ Դե ասում էիր, որ մենք ես կյանքը անիմաստ ենք ապրում, նպատակներ չունենք, պիտի արդեն նպատակներ ունենանք մեր համար, ու էլի տենց մի խոսքով լիքը բաներ։ Դրա համար չեմ ուզում, որ դու ոչ մի րոպե նստես, ու բացի այդ ես որ վախենում եմ, այդ քո համար եմ վախենում։ Ոչ մենք էլ չենք ուզում նստանք։ Սոֆի, քեզ տանը սպասող կա, հասկանում ես, իսկ ինչ չկա։ Ինչ կապ ունի։ Սոֆի, այնքանով կապ ունի, որ ես ու դու մեկ չենք։ Ու այդ ինչն է տարբեր։ Քեզ անիմաստ է բան բացատրել։ 14 օր համբերի ու տենաս ինչ է լինում։ 14 օր։ Հա, մամ, բայց խնդրում եմ էլի։ Զանգի Ռոբերտին։ Լավ, հասկացա։ Ինքը պետք է իմանա։ Իրան պետք է ասել, անպայման պետք է ասել։ Հա, մամ, հասկացա, վերջ։ Ես քեզ ինչքան եմ ասել, ինչքան եմ բացատրել։ Հա, գիտեմ, ճիշտ ես ասում, բայց մի ներվի։ Բայց հիմա ինչ եմ անելու։ Ոնց եմ դիմանալու։ Ամեն ինչ լավ է լինելու։ Ինչն է լավ լինելու։ Այ կտեսնես, որ լավ կլինի։ Ես քեզ խոստանում եմ։ Սաղճիկն արդեն նյարդերից վրա է ազդում։ Չես դու ռոպակ։ Կարողանամ մենակ մնալ։ Լինան։ Չեմ հասկանում, այդ աղջիկը ինչ-որ գործ անում է այստեղ։ Օ, շատ լուրջ։ Լավ Մարկ, դու կարող ես գնալ, ես ուզում մնալ գործերը պիտի ավարտեմ։ Չէ, Ես կարող եմ 2 ժամ մնամ այստեղ, ոչ ես սպասելու։ կսպասեմ։ Ես չեմ շտապում,
Իջնեմ ներքև սուրճ կխմեմ ու կսպասեմ քեզ։ Արտպասի։ Ինչ։ Ինչ է բան ա եղել։ Չգիտեմ ում կողմից եմ, բայց այսօր առավոտից փոչ եմ ունեցել։ Բա ինչ էիր ասել։ Փորձում եմ հասկանալ։ Ովքեր են։ Հաստատ։ Խանձատյանն է։ Ամենայն հավանականությամբ Խանձազյանի մարդիկ են։ Չգիտեմ ինձ են հետևում թե քեզ, բայց առավոտից հետևիցս են ընկել։ Ճիշտ է ովքեր են։ Ասել եմ, որ մեքենայի համարները ճիշտ են։ Լավ։ Ալո, Սոֆի, որտեղ ես։ տանն եմ։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան ուղղակի ուզում եմ իմանալ որտեղ ես, ինչ ես անում։ Հաստատ բան ա եղել։ Չէ, ոչ մի բան չի եղել։ Լավ, հավատացի։ Ինչ ես անում։ Փաստաբանն էր զանգել։ Ասաց առավոտյան կգա։ Հա։ Ես էլ կգամ։ Որ ժամին։ Չգիտեմ, գործերը շատ են։ Կվերջացնեմ կգամ։ Այսինքն ամբողջ օր տունը մնամ։ Հա, Սոֆի, հա։ Լավ, կաշխատեմ։ Ինչ էր ասում։ Մամ, ինչի է ինձ թվում, որ դու Ռոբերտին զանգում ես ասես, որ ինձ տանը պահի։ Ես չեմ զանգել։ Բա ինչի ես քեզ չեմ հավատում։ Արդեն երեխուն տարել եկել ես։ Չէ, մաման է երեխուն տարել։ Այսինքն։ Չհասկացա։ Ինչ կա զարմանալու։ Բա մամատ իրան վատ էր զգում։ Սոնա ուզում էր մի քիչ քայլեր։ Հետո ինքը սիրում է Արմանի հետ ման գալ։ Սոնա երեխու տատիկն է։ Ես չեմ ուզում, որ ինքը տանի Լևոն։ Չէ, դու արդեն բոլոր չափերն անցնում ես։ Ինչի։ Եթե իմանայր ինչեր է պատմում իմ մասին երեխուն։ Հա գիտեմ, Սոնա, ու ես զգուշացրել եմ մամային։ Լևոն, մամատ էս վերջերս տարօրինակ է։ Վերջ, Սոնա։ Դու գիտես, որ ես քո համար պատրաստ եմ ամեն ինչի, որ դու քեզ լավը զգաս, բայց դու արդեն սկսում ես։ Դրանից առաջ էլ ես երբեք ցուցմունք չեմ տվել։ Լավ։ Ոչ մի անգամ, ոչ մի բառ չեմ ասել։ Այդ նանա քեզ մենակ մի կինա տեսել։ Հա, Նոր վկաներ են հայտնվել։ Նենց որ չեմ զարմանում։ Լավ մանգալու դեպքում վկան ինչա, որ չգտնեմ։ Սոֆի, վաղը երկուսով պետք է գնանք մի քանի փաստաթուղթ ստորագրելու։ Դե այսօր այսքանը վերջ։ Իսկ Ռոմանի վիճակը։ Ռոմանի վիճակը նույնն է, ոչ մի փոփոխություն։ Նրան դժվար կլինի պայմանական ազատել։ Ռոմանի դիմաց շատ փաստեր ունեն։ Իսկ լավ փաստաբանի դեպքում։ Ամեն դեպքում շատ փաստեր ունեն ու երկու դատվածություն ունի։ Իսկ Սոֆին։ Անում ենք ամեն հնարավոր բան, որպեսզի պատիժը պայմանական կիրառվի։ Ես շատ եմ խնդրում։ Տիկին պետք չի խնդրել։ Ես անում եմ ամեն ինչ, դա իմ աշխատանքն է։ Կներես։ Բան չկա։
Ուղղակի երեք Ես ամեն ինչ հասկանում եմ, ամեն ինչ կրկին։ մամային ամեն օր տեսնում եմ ու միշտ տխուր է ու այդ վիճակում Գրինի այնպես ինչպես մայրդ է ուզում, ուղղակի ինձ մի քիչ ժամանակ է պետք։ Ես հասկանում եմ, որ մաման սխալ է արել։ Նույնիսկ ավելի մեծ սխալ, քան դու։ Բայց չեմ կարողանում իրան այդ վիճակում տեսնել։ Սխալների մասին հիշել եմ, ոչ մի կեսօգուտ չի տա։ Ճիշտ ես։ Մանեի հետ խոսում ես։ Հա։ Լավ է։ Հա, հիմա հանգիստ եմ արդեն Մանեի համար։ Տեսնես ինչ լավ է։ Լավ գնամ քեզ չխանգարեմ։ Հա, գնաս ես 5 րոպեից ժողովում եմ։ Կգամ էլի։ Ասա, Երբ հավաքեմ տեղեքին։ մի 2 ժամից։ Լավ, ներով։ Խանզատյանն է գալու, գագնա նոր դուրս կան։ Լավ։ Ալո, Արամ, Աշոտին վեկալ ու 2 ժամից տեղ եղեք։ Լավ։ Լավ, Հա, ինչ է ասում։ մաման երեխուն վերցնելու, գնալու են ման գալու։ Ինչ վատ բան կա դրա մեջ։ Ոչ մի բան։ Դե ուրեմն վերջ։ Լավ, ոնց կասես։ Սոնա թորնիկն է։ Ես այդքան հասկանում եմ, Լևոն։ Դե որ հասկանում ես, ուրեմն արի չկրվենք։ Ես քո մամային չեմ վստահում, Լևոն։ Հա ուրեմն այդպես չվստահելով ստիպված ես համակերպվել։ Այսինքն, Սոնա, չեմ գնալու ասեմ մի շփվի թորանդ հետ, որովհետև Սոնան քեզ չի վստահում։ ոնց եմ հոգնել ես այս ամեն ինչից։ Զգում ես, որ դու ամեն մի ստից բանից պրոբլեմ ես սարքում։ Չէ, Լևոն, ուղղակի հոգնել եմ։ Լավ, ինչ անենք, ինչ ես առաջարկում, ասա։ Ոչ մի բան չեմ առաջարկում, դու ճիշտ ես, քո մաման է։ Բա որ այդքան հասկանում ես, ինչ ես կռիվ սարքում։ Ես չեմ կարող քեզ բացատրել ոնց եմ ամբողջ էությամբ քո մորից վախենում ու ամեն ինչ սպասում։ Քեզ ապացույցներ են պետք, Լևոն, ես ապացույցներ չունեմ։ Ինչ ապացույց, Սոնա։ Որ քո մաման ինչ-որ հավաքների ա գնում, թե խմբակների ա գնում, չգիտեմ դրանք ոնց են կոչվում։ Էդ ինչից ենթադրեցիր։ Իրա խոսալուց, իրա մոմերից, ինչ-որ բան ա փսփսում իմ սենյակում, ես չգիտեմ ինչ էր անում։ Չէ դու լրիվ գժվել ես, հա։ Չէ, Բա մորս ես ուզում գիշ սարքես։ ուֆ, ավելի լավ է ես ոչ մի բան չասեմ։ Երբ առաջին անգամ եկա քո տունը, դու ավելի ուժեղ էիր։ Ես էլ չեմ դիմանում։ Դու շատ ավելի սառն էիր դատում անգամ այն մասին, որ Սոֆին բանտում է։ Ամեն ինչ լավ կլինի, հավատա։ Ես վատ կանխազգացում ունեմ։ Ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ կփոխվի։ Այդ օրվանից այդ զգացողությունը ինձ չի թողնում, հասկանում ես։ Նյարդերտը։ Վատ երազները չեն դադարում, ես չեմ քնում։ Ամեն անգամ վախենում եմ, որ Սոֆի սենյակը բացեմ ինքը այնտեղ չի լինելու։ Ամեն գիշեր մի 5 անգամ ստուգում եմ։ Ես հասկանում եմ, քեզ համար հեշտ չի եղել։ Ես ամեն ինչը կուտակվել ու հիմա ես վիճակում ես։ Ամեն անգամ հասկանում ես։ Ամեն անգամ իմ դուրը ծածում է։ Դերս թուլանում է։ Դատից հետո ամեն ինչ կփոխվի։
Ու խնդրում եմ Սոֆիի մոտ քեզ այդպես մի բայ։ Ես արդեն հոգնել եմ, հասկանում ես Սոֆիի ուրիշների մոտ իմ դերը խաղալուց։ Հիմա ինձ լսիր։ Գիտես, ես Խնդրում եմ լսիր։ Հիմա Սոֆի մենակ չի։ Ես նրա կողքին եմ։ Ամեն ինչ կանեմ նրա համար։ Ես կփոխեմ նրա կյանքը։ եթե կարողանաս, Կկարողանամ։ Ես ինձ համար մյուս տարբերակները բացառել եմ։ Հավատա, ես կանեմ դա։ այդ ժամանակ կասես, թե դու ով ես։ Դատից հետո կասեմ։ Լավ, Խնդրում քեզ։ Էլ լավ չլինես, լավ։ Ես հիմա խոսեմ Սոֆիի հետ։ Իսկ դու մաքրի արցունքները։ Թող Սոֆին քեզ այս վիճակում էլ չտեսնի, լավ։ Իմացա, որ եկել ես ձենդ լսեցի, բայց դուրս չեկա։ Ինչի։ Դե մաման անընդհատ լացում է։ Ես էլ ներվայնանում այդ վիճակից։ Չի լացում։ Ինձ թվում է արդեն արդյունք չունի։ Սոֆի մայրդ ուղղակի հանգստանում է։ Դու ոնց ես, հանգիստ ես։ Ես խոսեցի փաստաբանի հետ, իմացա, որ հանդիպել եք։ Հա, պետք է վաղ գնամ մի քանի թուղթ ստորագրեմ։ Ես էլ կգամ ձեզ հետ։ Հա, արի։ Ուրեմն պատրաստում ենք դատին։ Թվում է հեսա տես ամեն ինչի միջով հավասար անցնում ես։ Ես չեմ բողոք։ Զարմանում եմ, գիտես, քեզ վրա։ Ինչի։ Տարօրինակ եմ։ Լավ իմաստով։ Լավ։ Վաղ ես կգամ քեզ կվերցնեմ։ Հետո կվերցնենք փաստաբանի տուն գնանք։ Աղավ։ Ճանապարհ ես ինձ։ Չես ուզում։ Ինձ թվում է, եթե քեզ ավելի շուտ հանդիպած լինեի, հիմա շատ բան այլ կլիներ։ Իսկ եթե ես քո կողքին եղած լինեի ծնվելուդ պահից, մենք երկուս էլ ուրիշ կյանք կունենայինք։ Աստված իմ քանի կյանք եմ ես փոխել իմ քայլով։ Իմը, Սոփիին, Աննային, մորս։ Իմ սխալի համար միայն ես չեմ թանկ վճարել։ Բոլորն են վճարել։ Բոլորը։ Իրեք ժամա չկան։ Սոված չես։ Սոված եմ։ Դե արի գնանք հացկել ու դասերը տանենք։ Հազիվել հասցնես։ Գնացինք։ Լավագույնը երեխայի հետ դասերը կարողանում ապարապի։
Լավ անցավ։ Դա Դե լավ է տղես։ նենց կուզեի վաղը դասի չգնայի։ Ուրիշ ինչ կուզեիր։ Այդքան բան։ Արագ հացդ կեր ու անցի դասերին։ Ալո, Մարկ, պետք է տեսնեմ քեզ։ ինչ կա որ։ Հեռախոսի խոսակցություն չի։ Հոլուրջ բան չկա։ Կա։ Ասա որտեղ ես։ Այսօր, Շուտ եմ գալու։ բայց ուր ես գնում։ Գնում եմ Ռոմանին տեսնեմ ու գամ։ Շատ չուշանաս։ Չեմ ուշանա։ Ուղղակի խնդրում եմ, էլի շատ չուշանաս։ Մի մոռացի, որ 13 օր ա մնացել։ Մամ, չեմ մոռանում, գիտեմ։ Հեռախոսիդ կպատասխանես։ Հա, հասկացանք։ Եղավ։ Հա, ես ասում, հետո քո ասածն ես շարունակում։ Մամ, շատ շուտ եմ գալու։ Կարես ժամ պայես, 2 ժամից ես տանն եմ։ Վերջ։ Կապույտ տերևներ։ Անին 2 կանաչ մատիտ ուներ, իսկ Սոնան ոչ մի հատ չուներ։ Մամ ջուր կտաս։ Հակը բերեմ, բայց հերիքա մատդ բերանը տանես ամոթա։ Վարվել ա մոմա թափվել։ Անուշադիր։ Ինչ մոմ։ Ոչ մի։ Ինչ մոմ Արման։ Մամ տատիկ ինչ ասես էլի։ Ինչ մոմ, ասա արագ։ Չես ասի։ Չէ, չեմ ասի, խոսա, ինչ մոմ Արման։ Մի տեղ էին գնացել, այնտեղ բոլորը մոմ էին վառում։ Տեր Աստված։ Ես է վառեցի։ Էդ ինչ տեղ էր Արման։ Տուն էր։ Հետո։ Տատիկը ասեց, որ քեզ չասեմ։ Լևոն։ Մամի ասա։ Լևոն։ Մամ։ Ինչ է եղել։ Հարցրու երեխուն որտեղ են եղել։ Այսինքն Հարցրու Լևոն։ Հույս ունեմ ինքնագլուխ բաներ չեք անի։ Ուրիշ մի բան էլ չեն կանելու։ Հաստատ չեն կանի։ Չեմ ուզում ասեմ հետո ինչ են կանելու, որտեվ այդ հետոն դատից հետո է։ Թող դատը լինի, տնանք ինչ են կանում։ Եթե տենց եք որոշել, ուրեմն տենց է կանենք։ Սոֆիի մոտ փող ունենք։ Այդ որոշ ժամանակ երիք է։ Մինչև տնանք ինչ են կանում։ Ասա, Ինֆորմացիա ունեմ, որ քեզ կհետաքրքրի, ասա, բայց հաստատ չի։ չեմ հասկանում։ Էսենա, որ լսել եմ։ Ինչի մասին է խոսքը։ Մանուկյանը ասել է, որ են ջահելներին դաս տան։ Ու լուրջ դաս։ Չհասկացա։ Ինչ-որ ջահելներ են եղել Խանզյացյանին ազատելուց։ Այդ տենց է։ Տղեկը խոսում են, որ Մանուկյանը ժամանակ է տվել Խանզյացյանին։ Գիտեմ։ Բայց ասել է, որ ջահելներին վերացնեն։ Հաստատ ինֆորմացիա է։ Հաստատ չի, բայց մտածեցի ասեմ։ Ճիշտ ես արել։ Գիտես ով են։ Գիտեմ ով եմ, բայց պիտի 100% ճշտեմ։ Դժվար կլինի ճշտելը։ Ապրես որ ասեցիր։
Հաջողություն։ Գոր, այդ հեչ լավ չի, որ դու իմ զանգին չես պատասխանում։ Հեչ լավ չի։ Ես ասում էի, չէ, Լևոն։ Սպասի։ Ես քեզ ասում էի, չէ։ Մաման կգա կխոսեն։ Ուր է մամատ։ Չգիտեմ, դուրս է եկել։ Ես էլ թույլ չեմ տալու երեխուս մոտենա։ Ես արդեն սկսում եմ հասկանալ ինչա կատարվում։ Իսկ ես չէ։ Ես գիտեի, որ մորքուրս է տենց տեղեր գնում, հիմա էլ մաման է սկսել։ Ինչ ա ուզում անի, Լևոն։ Երեխու հետ ինչ գործ ունի։ Լավ, ձենդ մի բարձրացրա, հեսա կգա կխոսեմ հետը։ Ես կգժվեմ այդ կնոջ հետ այս տանը։ Չմենակ մեզ էս էր պակաս։ Ես ուզում եմ դուրս գամ տնից։ Աշխատեմ ու քո հետ գամ տուն։ Իսկ քեզ առիթ էր պետք։ Չէ, Լևոն, առիթ պետք չէր։ Ես ուղղակի վախենում եմ մորիցդ։ Նայում եմ մեզ ու հասկանում եմ, թե ինչքան ենք մենք մեծացել, թե ինչքան է փոխվել մեր մտածելակերպը։ Այն ժամանակ երեխա էինք, ու եթե մեկը մեզ ասեր դուք երեխա եք, հաստատ հետը կռիվ կանեինք։ Ճիշտ ես։ Մենք այն ժամանակ իրոք շատ փոքր էինք։ Ու ամեն մեկս մեր շուտ մեծանալու պատճառներ ունեինք։ Դրա համար մեզ փոքր չենք զգում։ Որովհետև դժվար կյանքը շուտ է մեծացնում։ Ես դեր վիճակին ես դուր չի գալիս։ Սաղ կյանքները դեմներ հետան ինձ եք խոսում ոնց է։ Չէ, Ռոմ, Անշուտը ճիշտ է ասում։ Մենք փոխվել ենք, մեծացել ենք, ու հիմա ամեն ինչ ուրիշ է։ Սոֆի, մենք միշտ էլ նույնն ենք եղել։ Չգիտեմ։ Միակ բանը, որ մեզնից մնացել է այդ 4-ով լինելն է։ Ուրիշ բան չի մնացել։ Այս պայն էլ որ չեմ ուզում Խանզեզյանը իմանա։ Լավ։ Պետք է մի հատ էլ ճշտենք։ Այս ամեն ինչը ճիշտ է թե չէ։ Ասել են, որ ճշտ են։ Շատ կարևոր է։ Ես հիմա չեմ էլ զարմանա, որ այդ ամեն ինչը ճիշտ լինի։ Դու էլ լավ գիտես, որ իրանց համար այդ ամեն ինչ անելը մի քանի վայրկյանի գործ է։ Գիտեմ։ Ուրեմն պետք չէր գնալ ու քիթը մտցնել այդ ամեն ինչի մեջ։ Հիմա եղել է։ Լավ, սպասի, հեսա գալիս եմ։ Ճիշտ է։ Ես գնացի։ Ալո։ Սոֆի, որտեղ ես։ Տանը չեմ, բայց հեսա գնում եմ։ Տեղը ասա։ Ինչ ա եղել։ Ասում եմ որտեղ ես։ Մեր տեղը են գարաժում։ Ով կա հետդ։ Տղերքն են։ Տես ինչ եմ ասում, տեղից էլ չես շարժվում, ոչ մի քայլ չես անում ու ոչ մի տեղ դուրս չես գալիս, լսեցիր։ Այսինքն։ Սպասի գալիս եմ։ Ինչ ես ուզում աշխատես։ Տարբերություն չկա։ Դե ուրեմն միասին քեզ աշխատանք կգտնենք։ Լավ։ Մամայի հետ խոսացի։ Պատկերացնում եմ մամատ ինչ էր ասել։ Ոչ մի բան էլ չի ասել Սոնա։ Ինքը էլ երեխուն էլ դպրոցից չի բերի, ոչ էլ ուրիշ տեղ կտանի։ Ինքը հետո հաստատ ուրիշ բան կգտնի Լևոն։ Ոչ մի բան էլ չի գտնի, հանգստացի։ Ալո։ 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 Էս ով էր։ Չգիտեմ, փակ համար էր։ Ինչի չէին խոսում։ Ալո։ Ալո։ Խոս արա։
Ալո։ Չգիտեմ ով է Լևոն։ Ալո, Մարկ, ինչի ես տենց անհանգստացած։ Սոֆի ջան, տեղից չես շարժվում, կգամ կխոսանք։ Մարկ, Ասում եմ կգամ կխոսանք։ եղավ լավ, սպասում եմ։ Վեր սպասի ինձ։ Մարկը հեսա կհասնի երևի։ Ուղղակի չեմ հասկանում ինչի է տենց նեղված։ Կարող է դատի հետ կապված բան ունի ասելու։ Ինչ իմանամ։ Դե լավ, սպասենք թող գա, հետո քեզ տուն կտանեմ։ Մեկը եթե 10 տարի էլ տան ոչինչ չի փոխվել։ Ազատվեմ, առաջվա պես միասին ենք լինելու։